Շնորհակալ ենք դուք իսկապես ջերմ ժողովուրդ եք, ձեր մեջ տեսնում ենք սեր միաբանություն, իրար գին գիտեք, լավ խոսք կա, ասում է իրար նկատմամբ եղեք փախցեր, իրար նկատմամբ եղեք գթած և իրար նկատմամբ եղեք ողորմած։ Ժողովուրդ, էսի պահեք, էսի կմնա։ Սրանցից մեկը կորցրիք, կորցնեք ամեն ինչը։ Հետո շատ փոշման ենք, որ հետ բերենք այս ամեն ինչի էլ չենք ունենա։ Օրհնում ենք ձեզ բարևներ ենք բերել Հայաստանից, այն եկեղեցում, որտեղ մենք ծառայում ենք։ Ձեզանից կգնան, ձեր ջերմության, սիրո, վերաբերմունքի մասին կպատմենք։ Շնորհակալ ենք Դավիթ եղբայր ջան հրավերի համար, շնորհակալ ենք։ Աստված օրհնի ձեզ։ Ինչից եմ ուզում խոսել։ Մի անգամ Եվ հրեշտակը այցելել էր Մայրամին, Հիսուսի Մայրամին ասեց, որ դու որդի ես ծննելու, և Մայրամը որոշեց գնալ, որտև ասեց, որ Եղիսաբեթն էլ է որդի ունենալու, և Մայրամը գնաց։ Հիմա դրա մասին գրված է Լուկաս ավետարան, առաջի գլուխ 45 խոսք։ Եվ երբ որ Մայրամի բարևի ձայնը Եղիսաբեթը լսեց, ասում է մանուկը որովայնում խաղաց, և Եղիսաբեթը սկսում է օրհնել, գովել, մարգարեանալ և ճշմարտության խոսք խոսել։ Ես այս մի խոսքի մասին եմ այսօր ուզում խոսել։ 45 խոսք առաջի գլուխ Լուկաս ավետարան։ Երանի նրան, որ հավատացել է, քանզի պիտի կատարվի այն բաները, որոնք Տիրոջից ասվեցին իրեն։ Այս սրա մասին եմ ուզում ասել։ Երանի նրան, ով հավատացել է, որ իր հետ լինելու է, կատարվելու է բոլոր այն բաները, որոնք որ Տիրոջից ասվել են իրեն։ Գիտեք, եկեք մի քիչ ավելի ժամանակակից լեզվով ասեմ։ Էրնեք այն մարդուն, ով հավատացել է, որ իր հետ լինելու է հենց այնպես, ոնց որ նա ասել է։ Երանի քեզ։ Եթե դու չհավատայիր, որ քո հետ լինելու է հենց այնպես, ոնց որ նա է ասել, դու այստեղ չէիր գա։ Որովհետև նա խոստացել է կյանք և ավելի կյանք, խոստացել է հավիտենություն, խոստացել է և խոստացել է, քանի որ դու հավատում ես, որ նա ոնց ասել է, հենց այդպես էլ լինելու է, դրա համար ես շարունակում ես քո ասում պաշտել ու պաշտել, որդյա լինես դու ասա ամեն։ Երանի նրան, մենք հիմա մեր ասում չենք տեսնում, հավատում ենք ընդունում, որ նա այստեղ է։ Երանի նրան, որ հավատացել է, որ հավատում է, որ նա ոնց ասել է, հենց այդպես էլ լինելու է։ Հավատում եք, որ Աստվածաշունչը Աստծո խոսքն է մեզ ուղղված։ Եվ այստեղ ոնց գրված է, այդպես է լինելու։ Երանի այն մարդուն, ով հավատում է, որ այստեղ ոնց գրված է, ես դառնում Աստվածաշնչին, հենց այդպես է լինելու։ Թոմասն ուզում էր իր հավատացած ձևով լինի, ասում էր չէ, ես չեմ ուզում այդպես հավատամ։ Ասում են Հիսուս դարություն առ, ասում էր չէ, չեմ ուզում այդպես հավատամ։ Ասում են այ ախպեր, ինչքան չեմ չհավատես։ Վկաների բազմություն ասում են ոչ, ես չեմ ուզում հավատամ։ Որպեսզի ես հավատամ, ես իմ նախապայմանները ունեմ։ Ես կհավատամ այն դեպքում, եթե նրան մատներս մտցնեմ նրա մեխերի տեղը եւ ձեռքս խոթեմ նրա կողքը։ Ես պետքա շոշափեմ, ես նույնթականին եմ հավատում, պետքա կպնեմ, որ հավատամ, ժողովուրդ, բայց Աստվածաշունչը ուրիշ բան ասում, չի գովում Թոմասի հավատքի ձևը, ասում է Թոմաս, ես դառնամ խոսքին, երանի կլինես այն ժամանակ, եթե հավատաս, որ ստեղ ոնց գրված է, հենց այդպես էլ լինելու է։ Եղբայրներ ջան, ստեղ ոնց գրված է, այդպես է լինելու։ Երբեմն ես ուզում եմ իմանամ, ես լինելով Աստծո տան Աստծո եկեղեցում դուք պատմությունը գիտեք, սուրբիկը կարդում եք, որ մարդիկ լինելով Աստծո տան Աստծո եկեղեցում ծառայելով, բայց այդ տան մեջ այդ եկեղեցում կորցրել էին իրաց Տիրոջը։ Չկա։ Նույնիսկ տանտերը եկել էր ասում են, ես ինչ եկալ իմ հոր տունը, իրանք ասում են սպանեք, դրան սպանեք։ Ուզում եմ ասեմ, մենք էլ կարող ենք լինել եկեղեցում տան մեջ, նույնիսկ ծառայության մեջ, բայց այդ ժամանակահատվածում կորցնել տան Տիրոջը։ Եվ ես ուզում եմ քննել իմ կյանքը, եւ երբեմն մտածել, ես շարունակում եմ ճիշտ ասում պաշտել, թե արդեն կորցրել եմ։ Եվ որպեսզի իմանամ ես ճիշտ ասում եմ պաշտում, թե ոչ,
Լինելով տան մեջ կորցրել եմ նրան, թե չեմ կորցրել։ Ես պիտի վերադառնամ Աստվածաշնչին։ Եվ ես ստեղ եմ հասկանում, այո, ես ճշմարիտին պաշտում եմ, թե ես ճշմարիտին կորցրել եմ։ Երբ կարդում եմ Աստվածաշունչը եւ հավատում եմ, որ ստեղ ոնց գրված է, հենց այդպես է իմ հետ լինելու։ Գիտեք, ցավոք սրտի, երբ մենք մի քիչ տկարանում ենք, թուլանում ենք, մենք սկսում ենք հավատալ, որ լինելու է այնպես, ոնց որ մենք ենք ուզում։ Ցավոք սրտի, ես իրական է։ Երբ մենք գողանում ենք, մենք ուզում ենք հավատալ, որ լինելու է այնպես, ոնց մենք ենք ուզում։ Երբ մենք ստում ենք, մենք ուզում ենք հավատալ, որ մեր լինելու է այնպես, ոնց որ մենք ենք ուզում։ Երբ մենք գողանում ենք, երբ մենք չարանում ենք, երբ մենք բանտացում ենք, մենք ուզում ենք հավատալ, որ մեր լինելու է այնպես, ոնց որ մենք ենք ուզում։ Դրա համար Հակոբոս ասում է, դուք աղոթք եք անում։ Չար աղոթք եք անում, որ ձեր ցանկությունները կատարվի, որովհետև դուք ուզում եք լինի այնպես, ոնց որ դուք եք ուզում։ Դուք հավատում եք այնպես, ոնց որ դուք եք ուզում հավատալ։ Ես դեռ եմ հասկանում։ Ես կորցրել եմ, թե շարունակում եմ մնալ ճիշտ տեղում։ Ես դեռ եմ հասկանում, ես պաշտում եմ Տերերի Տիրոջը մեծատառով, թե ես ուղղակի նրան Տեր եմ ասում, որովհետև լավ ծառա եմ ճարել իմ համար, որովհետև ինչ հավատում եմ, այդ ինձ տալու է։ Ոնց հավատում եմ ինքը տենց անելու, ժողովուրդ։ Մենք պիտի հարմարվենք նրա հետ, նա մեր հետ հարմարվելու չունի։ Այդպիսի բան չի եղել նա, որ մարդու հետ հարմարվի, մենք պետք է նրա հետ հարմարվենք, կանոնները նա է թելադրել, մենք պետք է ասենք դա քո թագավորությունն է եւ լինի քո կամքը։ Կարանք այսպես քննենք։ Կարանք այսպես քննենք։ Կանք, թե չկանք։ Գիտեք, երբեմն մենք ուզում ենք շատ կարճ ճանապարհով Հիսուսի աշակերտները շատ կարճ ճանապարհով շատ մեծ արդյունքի էին ուզում հասնել։ Տեսել եք, չէ՞ մարդիկ Աստվածաշունչը գրված է։ Ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց ասովորտիներ լինելու, եթե դուք ասովորտիներ եք, դու նույն իշխանությունը ունեցիք, որ Քրիստոս ունի, թե ինձ հիմա քնից արկածի եւ դեպի հրավայի դեպի կլի մեռելին հարություն դու, ու սա փորձել ես ոչ մի բան չի եղել։ Ընդդես գրած չի։ Ես աշակերտներն էին ուզում ամենակարճ ճանապարհով ամենամեծ արդյունքին հասնեին, ռախչի միտողություն, վերջ։ Գրված է, տենց է գրված։ Եվ իրանք եկան Հիսուսի մոտ, մամային էլ բերեցին, ասեցին, մամարի քո խացից դուրս չի գա։ Մենք Հիսուսին ճանաչում ենք, ինքը խոսքի մարդ է, որպես մարդ եմ ներկայացնում։ Ասավ այո, ասավ ոչ։ Քո ներկայության մեջ, որ դու իրան մի հատ բան խնդրես, ոնց ոչ չի անի ինքը, մոր խնդրանքը։ Եվ ինչ էին ուզում Տեր Հիսուսից։ Մայրը եկավ եւ Տիրոջից մի հատ բան էր խնդրում, ասում մի հատ բան եմ խնդրում քեզ։ Արդեն երևում է, որ դու հեսա թագավոր ես դառնալու։ Այդ երևում է։ Եվ ուզում ենք կարճ ճանապարհով մեծ արդյունքի հասնել։ Շատ մեծ։ Ուզում ենք քնենք մի հատ մեծ 1000 հոգանոց եկեղեցի ունենալ։ Ուզում ենք տենց։ Ասեմ ինչ ուզած։ Ասավ այդ կախարդական փայտիկի մար եմ եկել։ Փայտիկը վեկալելու գնամ։ Ասավ այն որ դու հեսա դառնաս թագավոր, քո թագավորության մեջ մի տղես աչում եմ նստի, մի որդից ձախում եմ նստի, այ այդ եմ ուզում, ինձ խոստու։ Ջորջ, եթե Տերը խոսք տաս, նա պետք է դիպ կատարեր։ Գիտեք մենք էլ դες շատ կարճ։ Այս գիրքը հազարամյակների գիրքը, բայց մենք մի հատ բառ ենք եկանում եւ շատ կարճ ուզում ենք հասնել մեր ուզած արդյունքին, ասում ենք ես հավատում եմ, շատ սխալ ես հավատում, այդպես չեն հավատում։ Հիսուսն ասել չգիտեք ինչ եք խնդրում։ Այս ձևով տեղ չեն հասնում։ Այս ճանապարհով տեղ չեն հասնում, այս ճանապարհով չեն դառնում։ Այս ճանապարհով չեն դառնում հովիվ, առաքյալ, մարգարե, այս ճանապարհով չեն դառնում, կարճ ճանապարհ չկա, կա նեղ ու նեղված ճանապարհ։ Եթե դու հավատում ես Աստվածաշնչին, այստեղ գրված է, ոնց գրված է, տենց է լինելու։ Միայն նրանք են մտնելու երկինքը, ովքեր կընտրեն են նեղ ու նեղված ճանապարհը։ Հնարավոր է լայն ճանապարհով են, հնարավոր է ոչ, թե չխաբես եւ չհավատաս։ Եթե հավատում ես, որ լայն ճանապարհով տեղ կհասնես, քո բնավորության գծերով, քո մտածմունքներով, քո ցանկություններով, քո երազանքներով դու ոնց կաս, ուղղակի ստեղ կաս։ Եթե մտածում ես, այդպես էլ տեղ կհասնես, ուզում
ասել դա տեղ հասնող ճանապարհ չի։ Ես գորգորանում եմ քարոզունիզները։ Արդեն ում է։ Արամա հերա միկրոֆոն դնենք։ Ինչ կարելի անել։ Մի գորգորավել լավ, Դու գիտես ինչ կանեն այդ ֆորտից տվել։ ցարում։ Չի ստացվում ոք։ Ինչ ստացավ լսում։ Լավ բան։ Ախպերը նեղ օրվա համար է։ Ինչ կարելի է։ Ճանապարհը նույնն է։ Պոտիկ պահ է։ Դες բողոքում են գորում են ինչ ասում։ Բա դու արա։ Ընտեն այլ այ։ Լա։ Սարսը հատում եմ։ Ինչ եմ ուզում ասել։ Ոնց գրված է ժողովուրդ։ Եղբայրերս, քույրերս։ Ես չեմ ուզում ձեզ վշտացնել, բայց չեմ էլ խափի ձեզ։ Մեր բոլորիս կյանքում լինելու է այնց ոնց գրված է։ Ես ու դու չենք ուզում արեստին հավատանք։ Ուզում ենք լավ բանին հավատանք, լավ ալնելու։ Մեր տուն օրտված ալնելու։ Մեր բաղջեն օրտված ալնելու։ Ժողովուրդ օրտված ալնելու չենք հասել Ռուսաստան։ Ժողովուրդ։ Տերը մեզ բնակության սահմաններ էր տվել, երկիր էր տվել, այդտեղ պետք է մենք դրանից ենք հասել այստեղ։ Պետք է մի բան հասկանալ։ Աստված մերեսու ենք հասել։ Տերը օրհնի ձեզ, Տերը պահի ձեզ։ Դուք լավ ժողովուրդ եք։ Բայց լինելու է այնց ոնց է գրված։ Ուզենք թե չուզենք։ Ինչքան էլ ուզում ես հավատա։ Ես օրինակ զարմանում եմ մարդկանց այն տեսակի վրա, որ անեստի ենթակա կյանքով են ապրում, բայց հավատում են, որ իրանց համար լավ անելու։ Գալիս են նույն ասոտունը, մոտիկանում են նույն հովին, օրտի մեջ, ձեռը դիմեր վրա, աղոտ կարա, ես հավատում եմ քո աղոտին, լսի, բայց գնում աստեղից, ապրում է այն կյանքով, որի մասին գրված է, որ այդ տեսակ մարդկանց կյանքը կավարտվի այնտեղ, որտեղ լաց եւ ատամների կրճտոց կա։ Ուզում եմ ասել, եթե հավատում ես, որ փրկվելու ես, եթե այդ դեպքում հավատում ես, որ Տերը քեզի ողորմելու է, եթե հավատում ես, որ Տերը գեկա ու քեզ կհասկանա, ուզում եմ ասել, հենց այս տան մեջ, հենց այս եկեղեցում, հենց այս օրտյան ծառայողների ներկայության մեջ հնարավոր է կորցնել նրան։ Հավատա, ոնց գրված է։ Տենց է։ Ազգա եկել, ազգա գնացել, բայց ես գիրքը ոնց կա տենց էլ մնացել է։ Դրա համար օրինակ 28-րդ գլուխ գրված է օրհնության մասին եւ անեծքի մասին։ Ասել է կորտեմ ում, ասել է անեծ կտամ ում։ Եթե մենք անեծքի ենթակա բաներ ենք արել, ժողովուրդ, ինչի ենք հավատում։ Եթե հավատում ենք, որ մեր հետ լավ է լինելու, այս նշանակում է մենք իրան կորցրել ենք։ Հավատալ Աստծուն նշանակում է հավատալ Աստվածաշնչում, ոնց գրված է, այտենց է լինելու։ Ոնց գրված է, այտենց է լինելու։ Ես ուզում եմ մի քիչ առաջ գնամ։ Չենք կարա չարիք ցանենք, բարիքի սպասենք։ Յոր զարմանալի բան չեմ ասում։ Չենք կարա չարիք ցանենք, բարիքի սպասենք։ Եթե մեկը չարիքա ցանում, եթե մեկը բամփասանքա ցանում, եթե մեկը անեսկա ցանում, եթե մեկը կռիվա ցանում, եթե մեկը քամիա ցանում, Աստվածաշունչը ասում փոթորիկա հրցելու է մարդը։ Ժողովուրդ, Աստվածաշունչը տենց ասում, հավատացեք, տենց ասում։ Չհավատակ են մյուս կողմին։ Չենք կարա սուտ խոսենք եւ դրա փոխարեն ճշմարտությունը մեր փայը լինի։ Չենք կարա։ Ոչինչ չանենք եւ դրա փոխարեն ուզենանք լսել ապրես բարի հավատարիմ ծառա։ Չկա այդպես բան։ Այս խոսքերը պատկանում է բացառապես ծառաներին, ոչ թե նրանց, ովքեր մարդկանց աչքին են ծառայում, որ մարդկանցից ռաբի եւ վարդապետ կոչվեն, ոչ, ովքեր ծառայում են բարձրալ Աստծուն։ Ինքը հենց իր ծառաներին է ասելու,
ապրես, բարի, հավատարիմ ծառա, որ ինձ ես ծառայել։ Ինձ ծառայելու պատճառն էր, որ մարդկանց էի ծառայել։ Բայց դրա համար Պողոսը Գաղատացիների թղթում ասում է, ես եթե մարդկանց ծառա լինեի, եթե ես ուզեի մարդկանց աչքից չընկնել, մարդկանց սրտից դուրս չգալ, եթե ես ուզեի մարդկանց աչքը մտնել ու հաճեցնել նրանց, ես Աստծուն ծառա չէի լինի։ Այո, մարդիկ իսկ ասում են, ես Աստծո ծառան եմ, բայց ժողովուրդ, հարցը հոր երկրի վրայով չի լուծվում, մեր կյանք այնքան երկար չի։ Մենք մի 10,000 անգամ հնարավորություն չունենք, այս մի անգամն է մեր հնարավորությունը ծնվել մահ ու դատաստան։ Դրա համար, ոնց գրված է, այտենց էլ հավատա։ Չենք կարա։ Անենք սխալ, սպասենք ճշտին։ Չենք կարա լեն դռնով գնանք, այս կյանքի ճամփով գնանք, սիրենք աշխարհը եւ նրա ցանկությունները, հետո սպասենք որտեղը գքա ու մեզի կասի, եկեք իմ հորս օրտասները, ձեզ համար պատրաստված հանգիստը ժառանգեք։ Չենք կարա։ Ով գիտի, որ ის ցանի հենց դրանից է հնձելու։ Եթե մենք հավատում ենք, որ մենք մեր ցանածը չենք հնձել, ես ուզում եմ հավատամ, որ Հիսուսը անես կվեր առ, քանդել ազի, խոստացել ազատագրել է։ Մինչև որտեղ է։ Ինքը օրենք չի եկել խախտելու, ժողովուրդ եկել օրենք կատարելու։ Ինչ կլիներ, որ մեր սիրելի եղբայր Հակոբը հավատար ես օրենքին։ Ինչ դատով դատես, այդ դատով ես դատվելու։ Ժողովուրդ ինչ կլներ, որ հավատար։ Երիտասարդ տղա էր, սուրը կտրում էր, մոր սիրած տղեն էր, մամայի փեշի տակն էր, ճաշել գիտեր, աղբոր թույլ կոմներ գիտեր։ Բայց չէր կարում հավատար, որ ինչ ցանի։ Ես դրանից է հնձելու։ Չեն ուզում հավատալ, չեն ուզում այս մարդը չի ուզում հավատալ, հավատում է որտեղ իրան գործնի, կարևորը հայրս օրտի, ես օրտված կլնեմ, հովիվը ձեռադերը օրտելա, իմ գործերը հաջողակա լինելու, ուզում էր սենց հավատալ։ Մի անգամ խափեց, իրան իշքան խափեցին։ Մենակ 14 տարի ծառայեց երկու կնոջ համար։ Գիտես, ինչ կլներ, որ հավատար, որ Աստվածաշունչը ճիշտ է։ Չեմ ասում կար, ինչը որ կար։ Չեմ ասում, որ կար, բայց ինչ կլներ, որ հավատար։ Շվտանքի օրենք կար, ինչ կլներ, որ հավատար, որ մի դատի, որ չդատվես։ Տեր Հիսուս ասում է, սուր մի մեկալեք, սրով կընկնեք, չէ, իմ մոտ ուրիշ ձև է լինելու։ Ասում ես հավատում եմ Տեր իսկ կպահի, ասում ես կորցրել։ Հավատա որսել ոնց գրված է տենց է լինելու։ Օրենքը ճիշտ է բոլորի համար։ Եվ մի անգամ Հակոբի որդիները որոշեցին հոր գլխին դնել այն օինը, ինչը որ հայրը դրել էր իր հոր գլխին։ Այդպես էր հավատալով, որ իր հետ լավ ալնելու։ Եվ արդեն գործերը լավ, բազում կանանցով, որդիներով վերադարձել էր։ Բայց մի օր որդիները եկան իր մոտ ասեցին, պետք է ցանածը դնես հայր, դա մենք չենք ուզում, դա օրենքն է պահանջում։ Եվ այն որ դու միաման ապուրով հոր սիրած տղին հոր ձեռից տարած, հիմի եկել են քո սիրած տղին քո ձեռից տարել։ Այն որ աղբորը թուլությունը իմացար է, այդ թուլությունից որ օգտվար է, այն որ դու ապուրով եկի առար, հիմա եկել են նույնը հատուցելու քեզ։ Ինչ կներ Հակոբը, որ հավատար, էսի մեր բլազիկ աղբորից եմ լսել, որ այն այծը, որ մորթեց, այն արունը, որ թափեց, այն այծի միսը, որ հորը կերակրեց, մի օր էլ ինչ կներ, որ հավատար, մի օր էլ ինքը աղբոր աղբերն էր, մի օր էլ աղբերների աղբերը եկան Հակոբի սիրած տղի հոր գործած պատմուճանը բերեցին, այծը մորթած, այծի այրան մեջ թաթախած, բերեցին դրեցին հոր դերը։ Սա խափեց, օրհնությունը ստացավ։ Դե հիմա բերեցին դրեցին հոր դեմը, դե ասեցին դու քո բերանով ասա,
ասա քո սիրած որդին ինչ ա եղել։ Ասա Հակոբը կուզեր հավատալ, որ ինչ ցանի, հենց դրանից էլ կհնձի։ Եղբայրերս, քույրերս, ոնց գրված ա, այտենց ա լինելու։ Դրանով կարող մենք իմանանք, մենք շարունակում ենք ճշմարիտ Աստծուն պաշտել, թե մեր հավատքի անձը փոխվել է, թե նրան Տեր են կանչում։ Իսկ ասում է, «Էդու հետ եք»։ Էդու հետ է։ Էդու եք կանչում, էդո հա, ասում են քո հետ են, Տեր։ Երկնքում բոլորն են նրան Տեր կանչելու, դատաստանի օր բոլոր, նա ասել է ոչ։ Իմ Տեր լինելը ձեր կյանքում երևալու է մի բանով, եթե դուք իմ պատվերները պահած լինեք։ Ոնց գրված է։ Այտենց ա լինելու։ Ոչ մի դժոխք գնացող չի ուզում հավատալ, որ ինքը դժոխք ա գնալու։ Եթե դժոխքի արժանի հանցանքներու մեղքեր են գործը, ժողովուրդ, կարդացեք այս գիրքը, կարդացեք ավելի շատ, որովհետև լինելու է անենց, ոնց որ գրված ա։ Դրա համար մի երիտասարդ եկել էր Տիրոջ մոտ, ասում էր, իր բարի գործ գործեմ, որ փրկվեք։ Լավ տղա էր։ Ասում եք պատվիրանները պահի։ Չէ, ինչ անեմ, որ փրկվեմ, ասում եք պատվիրանները պահի։ Մարկոս 10-րդ գլխում է կարդում։ Ասա որոնք իր սրտի ուզած ասածները։ Մի սպանի, մի գողացի, մի շնացի, մի սուբկայցի։ Այստեղ են սուզ լսում էր հարասել։ Դե չտերը խոսած։ Դու գիտեք չէ, որ Աստված հպարտերին հակառակ է եւ ամեն պարծանքները մեղք կա։ Խոսած ու հրետի սրա արտահայտի սրա, ես դրան մանկուց եմ պահել։ Շոուտ, այդպես մի տարեկանում բաներ, հա, ուզում եք գողանալ, չգողացավ։ Մի տարեկանում շնության մտքի հետ կռիվ էր տալի, ետից գնա եւ այլ, հա։ Մի տարեկանում այդպես պետք է բանակ էին եղել եւ մարդ սպանելու մարդ չէր սպանում, հա։ Մի հատ ծովագյուտից լավ եղբայր ունենք մեր Իսահակը։ Լազիկ ախպերը, երբ որ մկրտության ժողովն էր հարցնում էր, ով ոնց այլ է, որ ապաշխարել է, երբ անից ապաշխարել, եւ մեր Իսահակը ասա, ես դեռ չծնված ապաշխարել եմ։ Լազիկ ախպերը ասով, իքիչ դժվար է հավատալ, բայց ասա։ Թե մեկը ուզում էր ասել, որ իմ հայրը մայրը հոգևոր են եղել։ Հիմա այստեղ են ուզում էր ասել, դեռ չծնված, դեռ մանկուց։ Տերը նայեց, սիրեց, բայց նայեց։ Նայեց ասավ, քեզ ինչքան է սիրել, քո կյանքում պետք է կատարվի այն, ինչ որ ստեղ է գրված։ Աստված հպարտներին հակառակ է։ Դու որ այդքան մեծ կարծիք ունես քո մասին, քեզ բան եմ ասել, գնա։ Բայց գնա այս բանը անելու։ Գնա, ունեցվածքը ծախի բաժանի աղքատներին, հետո խաչդ վեկան ու իմ հետ վերջ։ Ասում է տխրեց, տրտվեց, խռովեց ու գնաց։ Եղբայրներ, ինչքան էլ նա մեզ սիրի, եթե նա իր խոսքը իր անունից վերև է դրել, հիշեք մենք իր խոսքի առաջ չափազանց թեթև կլինենք, եթե չպահենք։ Նա չի փոխվել, նա նույնն է երեք այսօր Հովհաննիսյան։ Եվ կարդացեք, խնդրում եմ ձեզ, ինչքան կարաք շատ կարդացեք։ Մանավանդ ավելի շատ թող կարդան նրանք, ովքեր շատ մեղքեր են գործում։ Կարդացեք, որովհետև ոնց գրված է, այդպես է լինելու։ Մեկը փոխամերական իմաստով մի պատմություն պատմեմ։ Ասում է փոքր ժամանակ հարուստ էին, երեխեքը փոքր էին, բարեկամի երեխեք ասում էին, այդքան ձեր տունը ասում են, մեր տունը ուտելու բան չկա, ասում են, որ այդ բարեկամի երեխեքին չթողեին։ Եվ երբ որ մեծացավ, հարս եկավ, այն մի հարս եկավ, տղեն պսակված եւ այլը, որն ու օրը տնից հանեցին ճամփեցին։ Եվ մի օր ինձ մոտիկացան ասեցին, իրանք ուտելու բան չունեն։ Ժողովուրդ, ոնց գրված է, այտենց է։ Ուղղակի կարող է ժամանակը խնդիրը լինի։ Եվ ես մոտիկանում եմ վերջին։ Կրկնեմ Գաղատացիների 5-րդ գլուխ 7 խոսքը։ Այո, Եղիսաբեթ ասում էր երանի, բայց երանի էր տալի այն մարդուն, ով հավատում է, որ ոնց գրված է, ոնց ասել է, այտենց է լինելու։ Ոչ թե երանի քեզի եկել ենք, չէ, երանի, ով այս խոսքերին հավատում է, որ ոնց գրված է տենց է լինել, ու պահում է։ Եվ Գաղատացիների 5-7-ը մեկ էր ասում է չխաբվեք, եղբայրներ ջան, քույրեր ջան, չխաբվեք, ամենամեծ խաբեբան կողքինը չի, հարևանը չի, բարեկամը չի, ամենամեծ խաբեբան մեր եսն է մեր մեջ։
Ես ասում եմ լավ կլինի։ Լավ կլինի։ Հələ հիշի ես բանը արել ես, հիշի ես էլ ես արել, Աստված ողորմած է, խոստացել է, որ ողորմություն անողին լսի, այդ մեր հին ես ամենամեծ խաբեբան է։ Դրա համար չի ասում չխաբվես ուրիշից, ասում է չխաբվեք, ամենամեծ խաբեբան մեր մեջ է, չխաբվեք, որովհետև այստեղ ոնց գրված է, ասում է չխաբվեք եղբայրներ, չխաբվեք, որովհետև ով իս ցանի, դրանից է հնձելու։ Սա է կանոնը։ Ով իս ցանի, դրանից է հնձելու։ Սա է օրենքը։ Ուստի մեր հետ լինելու է այն ինչը որ այստեղ գրված է։ Ինչ բռնեք ասում։ Հավատարիմ եղեք նրան։ Նա խոստացել է իրան հավատարիմներին գալու եւ տուն տանելու։ Ինչ բռնեք ասում։ Ծառա եղեք նրան։ Նա խոստացել է ծառաներին գալու եւ վարձատրելու։ Ինչ բռնեք ասում։ Հավատարիմ եղեք նրան։ Նա խոստացել է որ մեր հետ կլինի մինչեւ աշխարհի վերջը։ Ինչ բռնեք ասում։ Ստեղ ոնց գրված է։ Այդպես է լինելու։ Ամեն։ Մի հատ էլ ասեք ամեն ես իշտեմ։ Շնորհակալություն։ Ինչ պետք է արել։ Մուրադ է։ Ինչ պետք է արել։ Վայ, Մուրադ ախպեր։ Ես ձեր մեջ ինձ պահում եմ շատ տնավարի։ Ձեր աշկերի մեջ շատ մեծ փայլ եմ տեսնում։ Ես էլ լավ եմ զգում։ Շնորհակալ եմ, որ դուք թույլ եք տալի, որ ձեր մեջի լինող իրան լավ զգա։ Բայց մենք մեր չափը չենք ասում։ Աստված օրհնի ձեզ։ Կանգնեք ոտքի։ Մի կարճ աղոթքով գանք Տիրոջ առաջ, ես շատ խնդրել սիրտդ բացես, անկեղծ լես։ Ես դարձա հավատացյալին ժամանակահատվածում, երբ վախ ընկել ես չոքերս, որտեղ ես գիտեի, ես դժոխք էի գնալու։ Ես հասկացա, այդտեղ ոնց է գրած, այդտենց է կլինի։ Եվ որոշեցի, որ ես ինձի չդնեմ, չգիտեմ ում տեղը։ Գալ իր առաջ եւ ասել, ողորմություն արա ինձ ապաշխարություն տուր։ Ես դժոխք գնալու եմ։ Ինչ կապ ունի ես ինձ մասին ինչ կարծիք ունեմ, լավ տղա եմ, վատ տղա եմ, բարի եմ, չար եմ, չգիտեմ ով եմ, ինչ եմ, բնավ կապ չունի, մենք մեր բարի գործերով չենք փրկվել։ Ինչքան ուզում ես բարի քարա ունեցածը ծախի բաժանի աղքատներին, իզուր բանա, եթե չեն հավատում, որ ոնց գրված է տենց լինելու։ Դրանից հետո ծախի բաժանի։ Դրա համար խնդրում եմ, եկեք բացենք մեր սրտերը եւ ասենք Տեր, ներիր ինձ, ես սենց եմ ապրում, սրա փոխարեն այսպիսի հատուցում է խոստացված։ Այ ես ճիշտ եմ ապրում, ճիշտ է նեղության մեջ եմ, բայց սրա փոխարեն էլ առաքյալներ դել ծեծվան, անարգվեցին, մորթվեցին, սղոցվեցին եւ այլ, բայց իրանց խոստացած հավիտենական կյանք։ Բարձավ այդ նեղությունը, ժողովուրդ, օրհնյալ մեր Աստված, շնորհակալ եմ քեզանից։ Փառավոր մեր Տեր Սուրբ Արարիչ, գոհանում ենք քեզանից։ Բարձր ենք անում քեզ, մեր կյանքերից բարձր ենք անում քեզ, մեր մտքերից բարձր։ Երկնքի Տեր, ես աղաչում եմ քեզ, որ քո Սուրբ ոգով խոսես մեզ։ Քո խոստացում եք գտա Սուրբ ոգին եւ կհանդիմանի։ Այո Տեր, եթե մենք հանդիմանությանը արժանի մեղքեր ենք գործել, եթե հանդիմանությանը արժանի կյանքով ենք ապրում, ողորմություն արա հանդիմանիր մեզ։ Մեր հետ վարվի որպես որդիների, հանդիմանիր մեզ։ Մեր հետ վարվի որպես քոնոնց, հանդիմանիր մեզ, ծեծիր մեզ, խրատիր մեզ, աղաչում ենք քեզ Տեր։ Այո, տրտմություն կունենանք, ցավ կունենանք, բայց քո խոսքը ասում է, որ դու մեզ կօգնես, մենք կապաշխարենք եւ արդարության պատուղներ կբերենք։ Ես աղաչում եմ քեզ Տեր, ողորմությունով այցելի քո ժողովրդին։ Ողորմությունով մտիր ամեն մեկի կյանքը, ամեն մեկի նվաճիր եւ փառավոր եղիր ամեն մեկի կյանքի մեջ։ Օրհնյալ լինի քո անունը։ Մեր մեծ Աստվածը դու ես, մեր հզոր Տերը դու ես, որ անունդ կանչողին, երեսդ փնտրողին, սիրտը քո առաջ բացողի, մաքրության եւ ճշմարտության ուղղության գնացողին երեսիցը չես կտրում։ Շնորհակալ եմ քեզանից Տեր։ Շնորհակալ եմ, այս փոքր հոտը քո հոտն է, այս անուշ հոտը քո հոտն է, այս ժողովուրդը քոնոնք է, որոնց վրա քո անունը կանչված է, քեզ փառք լինի, քեզ փառք լինի այս ժողովրդի համար, քեզ փառք լինի քո այս սքանչելի գործերի համար, զորավոր Աստված, որ արել ես այս ժողովրդի կյանքում եւ շարունակում ես անել նրանց ներսում։ Օրհնյալ լինես դու, օրհնյալ լինես դու։ Դու ես ճանապարհը, դու ես ճշմարտություն եւ դու ես կյանքը։ Երանի թե այս խոսքերի խորությունը հասկանանք ամեն մեկս եւ վերադառնանք դեպի քեզ։ Վերադառնանք քո գիրկը հասկանալու, ուր գնանք քո երեսից, ուր փախչենք քո հոգուց, երկնքի Աստվածը դու ես։ Օրհնյալ լինես դու,
Փառք քեզ, պատիվ քեզ, մեծարան քեզ, շնորհակալ ենք, օրհնյալ Աստված, շնորհակալ ենք, գոհանում ենք, հավետ, փառավորված ու մեծարված Տերը դրես, Հայր աղոթեցինք Որդուդ Հիսուսի անունով, ամեն, ամեն, շնորհակալ ենք, Տեր օրհնի ձեզ։ Շնորհակալություն Տիրոջը սիրելի եղբայրներ քույրեր, նստեք խնդրեմ։ Իհարկե, որքան հասկանում եմ, ժամանակը մեր օգտին չի խոսում, բայց կաշխատեմ, որքան հնարավոր է հակիրճ, համառոտ, բայց ասել այն ինչը որ մտածում եմ ձեր սրտերի մեջ հետք կթողնի։ Թույլ տվեք կարդալ Հոբի գրքից 15-րդ գլխից 12-րդ համարի առաջին մասը։ Հոբ 15-12 և երանի յուրաքանչյուր ոք իմանա այս հարցի պատասխանը։ Ուր է տանում քեզ քո սիրտը։ Հավատաս թե ոչ, մարդու սիրտը տեղ գնալ գիտի։ Մարդուն իր հետևից քաշել գիտի։ Հիսուսն ինքն էր ասում, որտեղ որ ձեր սիրտն է, այնտեղ ձեր գանձերն են, ձեր ապրումներն են։ Հավատում եմ, որ երանի մեր սիրտը Տիրոջը կարճած լինի, Տիրոջը կպած լինի և կարողանա ասել ուր գնամ քեզնից, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, եթե հավատում ես ասա ամեն։ Եբրայեցիների թղթում հենց այս նյութը բացատրող փոքրիկ մի արտահայտություն կա, մենք որպես հայ ազգի կարկառու ներկայացուցիչներ դրանով շատ պարծենում ենք էլ։ Թույլ տվեք այդ կարդալ Եբրայեցիների 11:7-ը մեզ ինչ-որ բան ասում է այդ մասին, ասում է հավատքով Նոյը պատգամ առնելով դեռ չերևացած բաների համար և երկյուղած լինելով շինեց տապանը իր տան փրկության համար, որով աշխարհս դատապարտեց և ժառանգ եղավ հավատքով եղող արդարությունը։ Մարդ էր, Աստծո մարդ էր, Աստծուց պատգամ էր առել։ Երանի են մարդկանց, ովքեր Աստծուց պատգամ են առնում, որոնք գիտեն, որ Տերը մարդու սրտի հետ խոսել գիտի։ Եվ երբ որ Աստված Նոյին այցելեց, Նոյն մի հատ բան հասկացավ։ Աստված իրան պատգամ է տալիս, թույլ տվեք ասել, իր ընտանիքի փրկության համար։ Տերը օրհնի քեզ, որ դու փրկվել ես, բայց Տերը ցանկանում է, որ փրկվես դու և քո ամբողջ տունը, որ ձեզնից մեկը չպակասի, որ այնտեղ լինենք, մեզնից մեկը չպակասի։ Եվ ինքը գիտեր, որ Աստված իրան ժամանակ է տվել։ Եվ այդ ժամանակը ընդամենը տվել է տապանը շինելու համար։ Եվ տապանը շինում է իր ընտանիքի փրկության համար։ Այո, հասկանալի էր, որ Աստված համբերում է, բայց գիտեք ինչի համար է ասում Աստված համբերում էր։ Աստված համբերում էր, որ տապանը շինի։ Աստված հենց այնպես չէր համբերում, Աստված հենց այնպես չէր ժամանակ տրամադրել։ Աստված ուզում էր, որ տապանը շինվի։ Եվ հավատացեք, տապանը մեր սրտերում է, տապանը մեր կյանքն է, տապանը մենք ենք, մեր ներաշխարհն է, մեր սիրտն է, որ պիտի շինվի, ինչպես Պետրոս առաքյալն ասում էր, դուք էլ շինվեք որպես Աստծո բնակարան, շինվեք Աստծո հոգով։ Հավատացողը կասի ամեն։ Տապանը շինվում էր եւ Նոյը գիտեր, Աստված իրան պատգամ էր տվել եւ գիտեր, որ իր գործը շինելն էր։ Իր գործը տապան շինելն էր։ Այո, լույսը բացվում էր։ Ով ուր կգնար, Նոյը գիտեր ինքը ուր պիտի գնա։ Ով ինչով պիտի զբաղվեր, Նոյը գիտեր իր գործը որն էր։ Մեկը կգնար առնելու ծախելու հետևից, մեկը կգնար ամուսնանալու հետևից, մեկը կգնար իր նպատակների հետևից, Նոյը գիտեր ինքն ինչի համար է ապրում։ Ինքը ապրում է, որովհետև Աստված իրեն կյանք է տվել տապանի շինության համար։ Նոյը գիտեր, ինքը հնարավորությունների տեր մարդ էր, ֆինանսներ ուներ, միջոցներ ուներ եւ հասկացել էր իր առողջությունը, իր ֆինանսները, իր խելքը, իր կարողությունը, իր հնարավորությունները Աստված իրեն տվել է տապանի շինության համար։ Ուրիշները կարող են այդ փողերը ծախսել խաղատներում, ուրիշները կարող են այդ փողերը ծախսել հարբեցողության եւ ամենատարբեր նպատակների մեջ, բայց Նոյը գիտեր իր փողը ինչի համար է։ Իր ունեցածը տապանի համար։
Ինչ որ ունի ժամանակ, խել, կարողություն, հնարավորություն, ծանոթություն, կապեր, ինչ կարողություններ որ կան, ինքը ինչ ունի տապանի համար։ Եվ գիտեր, էսի ինչ որ տեսնում է ժամանակավոր է։ Մենակ մի բան կա, որը տարբերելու է, եւ տարբերությունը որն էր, այն ինչը որ պիտի փրկվեր, պիտի տապանի մեջ լիներ։ Ինք գիտեր, եթե տապանից դուրս ինչ եղավ ժամանակավոր է, վերանալու է։ Եթե մի բան պիտի փրկվի, այդ պիտի լինի տապանի մեջ։ Եվ իսկապես հասկանում էր, որ ուրիշները գնում էին, որտեղ ուզում էին, ուրիշներն անում էին ինչ ուզում էին, բայց Նոյի ամբողջ խելքը տապանի վրա էր։ Գիտեր, որ տապանը իր ապագան է։ Տապանը իր տունն է։ Տապանը իր ապրելու տեղն է։ Ինքը գիտեր, որ այո կարող է ջրհեղեղ լինի, այո չգիտեր այդ ինչ բան է, չգիտեր անձրևը ինչ բան է, հեղեղները ինչ բան են, խելքին չէր հասնում, բայց կարևոր մի բան գիտեր, ինչ որ իր խելքին հասնում է, դա կարող է իր գործ դնել տապանը շինելու։ Եվ Նոյը հետևեց այդ նպատակին, իր գործը տապանի շինելն էր։ Գիտեր, որ ինքը իր կարողությունը, իր հնարավորությունը, իր ամբողջ ընտանիքը տապանի համար էր։ Օրհնյալ լինի Տիրոջ տապանը, ոնց որ ստեղ գրված է գեղեցիկ տապանի անունը, այո։ Եվ գիտեր կարևոր մի բան էլ, ինքը այն գործը, որ սկսել էր, կիսատ թողելու իրավունք չուներ։ Ինքը այդ գործը պիտի հասցներ նպատակին։ Ճիշտն ասած, խնայելու իրավունք էլ չուներ, որովհետև ամենաանխելք մարդը կլներ, որ գործը սկսեր, կիսատ թողեր։ Եվ առավել ևս, եթե ինչ ուներ կամած որոշեր խնայել, որտեղ որ խնայեր ում համար պիտի խնայեր։ Եկեք մտովի պատկերացնենք Նոյը մի փողը հավաքել, ուզում է պահի ապագայի համար, որ ինչ է։ Ինչ պիտի անի այդ փողը, ինչ պիտի անի ոսկին, ինչ պիտի անի արծաթը, ինչ պիտի անի գանձերը, եթե ամեն ինչ կործանվելու է։ Ինքը այդ ինչ որ ունի տապանի համար ունի, տապանը պիտի շինվի։ Այդ բոլորը տապանի համար են պետք։ Չգիտեմ հավատում ես թե չէ, երեք ոմանք մեռան, վաղը ոմանք կմեռնեն, բայց դու ապրում ես, գոնե գիտես ինչի համար է քեզ կյանք տալիս։ Ուզում եմ ասել, ոմանք առողջ պարկեցին քնելու, բայց խենթի պես արթնացան, քո խելքը քո գլխին է, բայց գոնե գիտես ինչա քեզանից սպասում։ Գոնե գիտես Աստված քեզ ինչ է տվել եւ ինչ սպասում ունի քեզնից։ Այ մարդիկ կան, որոնցից դու նեղացել ես։ Գիտես ինչու ես նեղացել, որտեղ իրանից սպասում ունեիր։ Այ մարդիկ կա դրանցից ընդհանրապես չես նեղացել եւ պատճառն այն է, որ իրանք ով էին։ Սպասում էր չունեիր, բայց այ նեղացել ես նրանցից, որոնցից քո ներսը իրանց գալուն, անելուն սպասում էր։ Ինքը գիտեր, որ իր հավատքը, որ ասում էին Նոյի հավատումը, մի հատ բանով էր երևում։ Նոյի հավատացյալ լինելը երևում էր նրանով, որ ինքը ամեն օր տապանի հետ էր, տապանի մեջ էր, տապանի գործի հետ էր։ Սա է, իր հավատքը էս էր։ Որ որևէ մեկն ասել, նո ինչու դու հավատում ես այն բանին, ասել էր, բա այս գործ չի եղել, ես ինչու եմ սպանված։ Իմ ամբողջ կյանքը վկայում է, ես այն խոսքին, որ Աստված ինձ ասել է, դրան հավատում եմ, թե չէ։ Եվ Նոյը հավատում էր, բարեկամներ։ Եվ գիտեր, որ ով իր ասացին հավատում է, կգա իր կողքը կկանգնի։ Ով ստից ասում է, ես Նոյ ջան, քեզ հավանում եմ, քեզ հավատում եմ, բայց չի գալիս այդ գործի մեջ, սուտ բան։ Իսկական հավատացողը կգար տապանի գործի մեջ իր մասնակցությունը կունենար, հավատացողը կասի ամեն։ Եվ գիտեր, որ տապանը շինվեց, ու մտան այս տապանի մեջ, բոլորը մի ընտանիք են։ Այս տապանի մեջ օտար մարդ չկա, անծանոթ մարդ չկա, թշնամի, բարեկամ, ստեղ բոլորը մեկ ընտանիքի անդամներ են։ Այսպես էր Արարիչը կազմակերպել, սա արվում է ընտանիքի փրկության համար, ասա ամեն։ Գիտեր, որ տապանի մեջ լինողները գիտեին, որ տապանի մեջ մեծ կա։ Տապանի մեջ մեկը կա, որ բոլորից մեծն է։ Եվ գիտեին, որ դա նա է, ով պատգամը ստացել է։ Երանի ստեղ լինողները յուրաքանչյուր մեկը Աստված տա քեզ, որ աշխարհի մեջ ամենամեծ մարդկանցից մեկը լինես, բայց յուրաքանչյուր մեծ մի հատ հարցի պատասխան գիտի իրանից մեծ ով կա։
Երանի իմանանք։ Մեր մեծերը տենց այդպես ասել են, չէ, ասել են, որ տան մեջ խնդիր կունենաք, որ մեզ չի լինի, մի հատ քար դրեք ձեր մեջ, ընդունեք մեզ դրա այդ հարցերը լուծեք։ Մեծը պետք է։ Մեծը պետք է։ Գիտեր, որ տապանի մեջ լինողները մեծ են, մեծ կա, մեծին լսում են, բայց նաև գիտեին, իրանք տապանի մեջ մենակ չեն, իրանք եղբայրներ եւ քույրեր են։ Իսկապես Աստծո եկեղեցին Աստծո տապանն է։ Մենք գիտենք, որ այստեղ մի ընտանիք ենք, մեկ ընտանիքի որդիներ ենք, տղաներ եւ աղջիկներ ենք, եղբայրներ եւ քույրեր ենք եւ մեր մեջ մեծեր կան։ Մենք մի ընտանիք ենք եւ գիտենք, որ եթե հոր հետ ենք, հոր հետ էլ ժամանակ պիտի անցկացնենք։ Գիտեին, որ տապան հավատքով մտել են։ Սա շատ կարևոր է, ասա ամեն։ Ովքեր որ հավատքով մտել են տապան, գիտեն, որ պիտի սիրով ապրեն եւ հույսով սպասեն։ Հալելույա։ Ճիշտ է։ Տապանը կարող է ջրերի վրա օրորվել, բայց բոլորն էին օրորվելու։ Նես չէ, որ մեկի վիճակը լավ էր լինելու, մեկինը վատ։ Եթե դժվարություն կար, բոլորինն էր, եթե գործ կար, բոլորին էր։ Ամենահետաքրքիրը գիտեք, որ տապանի մեջ տուրիստ չկար։ Եթե գործ կար, այդ բոլորի գործն էր։ Եվ ամենակարևոր բանը, եթե Աստված նրանց փրկել է, ես շատ ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրից խնդրեմ, տապանի մեջ չարժե իրար հետ կռվել։ Տապանի մեջ թշնամի չկա, բայց որ խելք չունենանք իրար հետ կկռվենք եւ իրար կվնասենք։ Բայց Երանի տապանի մեջ բարեկամաբար վարվենք, հավատանք, նա ով տապանը ստեղծել է տվել, շինել է տվել, ինքը որոշել է վերջը տեսել։ Եվ երբ որ վերջը կգա, մենք միասնաբար Տիրոջ առաջ կանգնենք եւ ասենք. հավատարիմ է նա, որ այն գործը, որ սկսեց, մինչև վերջ էլ հասցրեց։ Ամեն։ Ուզում եմ խնդրել, ուզում եմ ասել, որ շատ եղբայրներ, քույրեր, ես ուզում եմ անկեղծ խնդրել ձեզ ասել։ Մենք տապանի մեջ իրարից սովորելու բան ունենք, իրար օգնելու պարտավորություն ունենք, իրար սիրելու, իրար լեզու հասկանալու խնդիր։ Մի քիչ տարբեր ենք իրարից, բայց կարևորը միտում ենք, կարևորը մի հոր որդիներ ենք։ Ես հավատում եմ, ինչպես Ռոմիկ եղբայրը նշեց, Հակոբի տղերքը բոլորն էլ մի հոր որդիներ էին, բայց իրար միս էին եկավ։ Մինչև որ հասկացան, իրանք մի հոր որդիներ են, մեր հայրը մեկը եւ իրար պետք է։ Երանի Աստծո տան մեջ, Աստծո եկեղեցում հավատանք, որ մենք մեկ հոր որդիներ ենք։ Մենք մի տուն ենք, մի ընտանիք ենք եւ իրար լեզու կհասկանանք, իրար չդատենք, իրար հետ զրուցենք։ Ամենալավ բանը, ով գիտի վերջը երբ է գալու, ով գիտի տապանի հետ ինչա տեղի ունենալ, այդ մենակ Աստված գիտի։ Տապանի ներսում ռուլավիկ չկար, տապանի ներսում որոշող չկար, տապանի ներսում մարգարետ չկար, որ ասել, այսքան օր հետո այս է լինելու, կլինի, երբ որ Աստված կկամենցնի, Աստված կբերի վերջը ցույց կտա, բայց մինչև վերջը մենք իրար չկորցնենք, մեր սերը չկորցնենք, իրար նկատմամբ հարգանքը չկորցնենք, մենք իրար օգնենք, ծառայենք, տապանի մեջ լիքը գործ կա, ով կհավատա, չի հավատա, տապանի մեջ լինող գիտի որ, Աստված այնքան կենդանների որ տվել է ինչի համար է, տապանի մեջ գործ կա, տապանը անելիք ունի, եւ տապանի ներսում լինողները իրենց անելիք ունեն, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ուրեմն հասկանում էին, որ ինչքան էլ որոշեին իրարից նեղվել, ինչքան էլ փորձեին իրար հետ կռվել, իրարից փախչելու տեղ չկար։ Չգիտեմ, հավատաս, որ ճիշտ եմ ասում։ Ասում են, ուր փախչեն քո երեսից։ Ուր փախչենք իրարից։ Ոնց էլ պտտվենք նույն տապանի մեջ ենք։ Մենք անդադար իրար տեսնելու ենք։ Այսօր մի քիչ խռով պահեցինք իրարից, վաղը պիտի հաշտվենք, ձև չկա, որովհետև Աստված կամեցավ, որ մենք նույն տապանի մեջ լինենք եւ այդ տապանը հասնի տեղ Տիրոջ կամքով։ Ամեն։ Ուզում եմ վերջացնել հետեւյալ խոսքերը ասելով. երբ որ Եգիպտոսում Աստծո ժողովուրդը հավաքված էր, այն օրը որ պիտի դուրս գային Եգիպտոսի գերությունից, հիշում եք այն գառնուկին, որ մորթել էին, հավաքվել էին սեղանի շուրջը, բոլորը մի սեղանի շուրջ նստած, այդ գառնուկին ճաշակում էին, գառնուկին ուտում էին եւ գիտեին, իրանք ուտում են, որ դուրս գան։ Իրանք այդ ուտում են, որ ճանապարհ ընկնեն։
Այդ գառնուկի զորությունով դի գնան տեղ հասնեն։ Եվ այս սեղանի մոտ լինողները մի հատ խնդրանք ունեին իրար։ Այստեղից դուրս են գալու բոլորս։ Ելնեք բոլորս տեղ հասնենք։ Ճամփին իրար չկորցնենք։ Եթե հավատում ես տանք։ Ուզում եմ խնդրել, որպես հայ ազգի ներկայացուցիչ, թույլ տվեք այդ ասել։ Ինչև հեսա Դավիթ եղբայրը մեզ կառաջնորդի երգով, որպես հայ ազգի կարկառուն ներկայացուցիչ, մեզնից ամեն մեկը։ Ես գիտեմ, որ մենք մեռելասեր հասարակություն։ Մենք կենդանի մարդուն չենք հարգում, բայց այ որ մեռավ, մեր վերաբերմունքը ասելու չի։ Մարդկա կենդանության օրոք չեն այցելել, բայց որ մեռել է գերեզմանը, չգիտեմ ինչ, կարգի ծախսերի։ Մարդը որ չի արել, որոշում է իր ներսում եղածը մի ձև խիղճը հանդարտեցնել, հանգստացնել, բայց երանի իրար գնահատենք, երանի քանի կանք իրար ընդունենք, իրար ծառայենք, իրար սիրենք, իրար ձեռք մեկնենք օգնենք և հավատանք, հայրը ուրախանում է, երբ տեսնում է որդիները ճշմարտության մեջ են։